Սեռական առողջությունը ընդհանուր առողջության անբաժանելի մասն է եւ միայն համատեղ ուժերով է հնարավոր այն պահպանել։ Իմ այսօրվա հյուրը բժիշկ ռադիոլոգ Շաքե Հմայակյանն է, ում հետ մենք խոսելու ենք չափազանց կարևոր թեմաներից։ Ինչ հարցերով են բժշկին դիմում, ինքնախնամքը, բժշկին դիմելու կուլտուրան եւ այլն։ Բարի երեկո Շաքե, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Դուք այն առաջիններից եք, կարելի է ասել, այն խիզախներից եք, ով կոչում է իրեն բժշկական ինֆլուենսեր եւ զբաղվելով բժշկական բլոգերությամբ փորձում է մարդկանց տրամադրել այն կարևոր տեղեկատվությունը, որը հաճախ անհրաժեշտ է։ Ինչ հարցեր են հաճախ մտահոգում մարդկանց, ինչ հարցեր են հաճախ հղում ձեզ, եթե փորձենք բաժանենք հիմնական խմբերի։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Հա, իրականում առաջինը լինելը շատ դժվար էր, բայց ռիսկի դիմել պետք է։ Առաջամարտիկը։ Հա, շատ դժվար էր, լիքը խոսակցություններ, որ անլուրջ է եւ այլն, բայց դա շատ պետք էր, որովհետեւ հիմա որ նայում ենք, մեր բժիշկները իրենք են պատմում, որ Շաքեի էջից եկած մարդիկ ոնց որ կրթված են ավելի գալիս բժշկի։ Հարցերը շատ բազմաշերտ են, շատ տարբեր են, նայած ում ինչ է հետաքրքրում այդ պահին, բնականաբար տարբեր մարդիկ իրենց կյանքի ընթացքում տարբեր հիվանդությունների են բախվում, բայց քանի որ հիմնականում կանայք են իմ հետևորդները, բնականաբար ես էլ լինելով կրծքագեղձի հետազոտության եւ բուժման ոլորտում աշխատող բժիշկ, այդ հարցերը երևի թե ամենաշատն են կրծքագեղձի վերաբերող, այո։ Ու հիմնականում հարցնում են, թե երբ պետք է սկսել հետազոտվել, արդյոք անհրաժեշտ է գանգատ ունենալ, նոր գնալ հետազոտության, այդ հարցերը երևի թե ամենաշատն են։ Իսկ տարիների ընթացքում հարցերի բովանդակությունը փոխվել է, օրինակ եթե վերցնենք մի քանի տարի առաջ ինչ հարցեր էին ավելի շատ տալիս, իսկ հիմա գուցե ավելացել են այլ հարցեր ըստ բովանդակության։ Իհարկե, ես ըստ բովանդակության հարցերի տրված պատրաստում եմ նյութեր։ Բնականաբար հիմա այնքան շատ են, որ արդեն հետևորդներ չեմ հասցնում բոլորին անձնական նամակով պատասխանել, բայց որ տեսնում եմ ինչ որ մի հարցի շուրջ հարցերը շատ են, հոլովակ եմ նկարում, նույնիսկ եթե այդ հոլովակը ժամանակին նկարել եմ, որպեսզի մարդիկ չտանջվեն, անընդհատ այսպես իջնեն, սկրոլ անեն, նորից եմ նկարում ու գիտեք ինչ եմ նկատել, որ կոմենտներում իմ հին հետևորդները հարցերին մյուսների պատասխանում են։ Չէ, այդպես չի, այս ժամանակ են անում, ես հասկանում եմ, որ մարդիկ ամեն դեպքում սովորում են ու երևի թե պահում են իրենց մեջ գիտելիքը։ Այդ շատ հաճելի է։ Շաքե, լսում էի ու հարց առաջացավ ինձ մոտ։ Ինչից որոշեցիք, որ այ պետք է զբաղվել ես խնդրով։ Ինչ է հիմք հանդիսացավ։ Ուսանողական տարիներին գուցե կամ հետո։ Կարծեմ օրդինատուրաս ավարտելուց հետո եմ սա արել, 16 թվականներ, այդ ժամանակ եմ ավարտել, ինչպես ցանկացած հայ աղջիկ ունեի սովորական էջ, որտեղ ինձ հետևում էին իմ ընկերները, ես էլ իրանց, ու այդպես մի անգամ որոշեցի իմ, քանի որ ես մարզվում եմ միշտ, այդ մարզումներից մեկը տեղադրեցի էջումս ու այնպեսի մեծ հետաքրքրություն առաջացավ իմ ընկերների շրջանում, որ դուք էլ չէիք սպասում։ Ես էլ չէի սպասում, տենց մտածի, դե այն ժամանակ այդպեսի բաներ չկային, ոչ մեկ իրենց մարզումը կամ իրենց սնունդը չէր տեղադրում, նոր էր ամեն ինչ։ Այդպես տեղադրեցի, այդ ալիքը ստացա ու հասկացա, որ կարելի է մասնագիտական առումով ինչ որ մի բան տեղադրել ու որոշեցի ուղիղ միացում անել 16 թվականին, պատկերացրեք այդ երբ էր, մեր բժիշկներից մեկի հետ լայվ միացանք ու կրծքագեղձի առողջության մասին խոսեցինք ու այդ թիվը երբեք չեմ մոռանա, հիշում եմ մեկ օրում 40,000 դիտում էր հավաքել այդ նյութը, այդ լայվը, դա այն ժամանակվա համար աննախադեպ թիվ էր ու այդ դա ինձ համար տրիգեր հանդիսացավ, որ այս ոլորտը դատարկ է, իսկ մարդիկ անverջ կրթվելու կարիք ունեն բժշկական ոլորտում ու ասեցի պետքա անել, եթե ես չանեմ, ոնց էլ լինի մի քանի տարուց ուրիշն է անելու, այդպես վերցեցի ձեռքս ոլորտը ու հուսամ, որ ստացվեց։ Եվ վերջիվերջո բժշկի կարևորագույն առաքելություններից է նաև բուժելու զատ, նաև հանրությանը կրթելը։ Իհարկե։ Ինֆորմացիա տրամադրելը։ Գործի կեսն է կարելի ասել։ Իհարկե։ Շատ բարի։ Խոսենք ձեր մասնագիտությունից։ Ինչ է այն ավելի շատ ուսումնասիրում, ինչ խնդիրներով են դիմում բժիշկ ռադիոլոգին։ Իրականում իմ մասնագիտությունից աշխատում եմ քիչ խոսել, որովհետև մարդիկ վախենում են, որ լսում են, որ ես օնկոլոգիական ոլորտում եմ աշխատում, համակարգչային շերտագրման, այդ նույն կատեն է, մասնագետ եմ, կոնկրետ ես զբաղվում եմ քաղցկեղի ստեյջինգով, այսպես ասած, որոշում ենք, թե որ աստիճանի տարածվածության է քաղցկեղը կամ հենց քաղցկեղի հայտնաբերմամբ։ Հայտնաբերմամբ եւ բացահայտմամբ։ Այո,
Ավելի շատ ունենում ենք բնականաբար կրծքագեղձի քաղցկեղով պացիենտներ, ում որ այդ ստադիան որոշում ենք։ Ես հիմնականում դրանով եմ զբաղվում, հիմա արդեն նաև կրծքագեղձի MRT-ով եմ սկսել զբաղվել, որը որ ոլորտում բնական աշխարհում շատ վաղուց է, իսկ Հայաստանում ավելի մեծ թափ է հավաքում կրծքագեղձի MRT-ն, բայց հիմնականում այո, օնկոլոգիական խնդիրով պացիենտներն են դիմում ու ես միշտ ասում եմ, որ ռադիոլոգները բժշկի բժիշկ են, որովհետև մեծ պացիենտը հիմնականում անձամբ չի դիմում, բժիշկն է ուղարկում սովորաբար եւ դա բնականաբար շատ ճիշտ է։ Շատ պացիենտներ գալիս են ասում են բժիշկ ջան, մեզ մի հատ կատե արեք իմանանք ոնց ենք, բայց դա իրականում ճիշտ չէ ու այդ տեսակ հետազոտությունը, այո, պետք է անցնել խիստ բժշկի ցուցմամբ։ Ժողովրդական լեզվով շատ դեպքերում ձեր մասնագիտությունը կոչում են սոնոգրաֆիստ, ասում են, սա կամ սոնոգրաֆիա կամ էխո, պարզ լեզվով ասած։ Երբ պետք է անցնել ուլտրաձայնային հետազոտություն, առավել հաճախ։ Մեզ նաև ասում են կոմպյուտերշիկ, այդպես են ասում, նկար նայող բժիշկ, տենց բաներ են ասում։ Ես կուզեմ շատ խոսել կրծքագեղձի մասին կոնկրետ, որովհետև դա դուք հարցնում եք որ թեման է, որ հա քննարկվում է էջում, դա այն թեմաներից է, որ երբ խոսեմ, այո, կարևորությունը միշտ կա։ Հարցում են թե երբ պետք է սկսել կրծքագեղձը հետազոտել, այդպես հստակ թիվ չկա, բայց քանի որ Հայաստանում բավականին շատ են երիտասարդ դեպքերը քաղցկեղի, ես միշտ հետևորդներից ասում եմ 20 տարեկանից տարին մեկ կրծքագեղձը հետազոտեք, ունեք գանգատ, թե չունեք գանգատ, ընդհանրապես կապ չունի։ Ապահովության համար։ Այո, եւ կրծքագեղձը ձևավորվելուց հետո խորհուրդ է տրվում ամիսը մեկ անգամ ինքնազննում կատարել, դա շատ ավելի հեշտ է լողանալիս, լոգանք ընդունելիս, այսպես շրջանաձև շարժումներով կուրծքը շոշափել եւ եթե ինչ-որ բան հայտնաբերել, առավել արագ դիմել բժշկի։ Բայց շտապ եմ ասել, որ ամեն շոշափվող բան չի, որ քաղցկեղ է։ Ավելի հաճախ լինում են բարորակ գոյացումներ, կիստաներ կամ ֆիբրոադենոմաներ։ Այդպես մինչև 35-ից 40-ն ընկած ժամանակահատվածը ամբողջ աշխարհը ասում է 40, անում ենք սոնոգրաֆիկ քննություն։ 40-ից հետո 2 տարին մեկ միանում է մամոգրաֆիան եւ օժանդակող սոնոգրաֆիան ելի մնում է տարին մեկ անգամ։ 50-ից հետո արդեն տարին մեկ երկուսը միասին արվում է։ Ինչու, որովհետև մանկածնական շրջանում կրծքագեղձը ավելի գեղձային հյուսվածքից է կազմված, որը սոնոգրաֆիան է ավելի լավ ցույց տալիս, այսպես ասեմ։ Վիճակը։ Այո։ Իսկ երբ որ արդեն ճարպը փոխարինում է գեղձին, դա 40-ից հետո է լինում, դա արդեն մամոգրաֆիկ քննության ժամանակն է, որովհետև մամոգրաֆիան է ճարպը շատ ավելի լավ տեսնում ու ճարպի մեջ որսում քաղցկեղը։ Ու հիմա շատ տեխնոլոգիան հասել է նրան, որ միլիմետրանոց նույնիսկ քաղցկեղը հնարավոր է որսալ եւ կնոջ կյանքը փրկել, ինչու՞ չէ։ Այս հաճախականությամբ ենք անում, իհարկե կան բացառություններ, որ պետք է երիտասարդ կնոջ օրինակ անել մամոգրաֆիա, բայց հիմա արդեն կարելի ասել օգնության է գալիս MRT հետազոտությունը, երբ գեղձային երիտասարդ կուրծքը շատ ավելի լավ վիզուալիզացիա է ապահովում MRT-ն։ Գալով սեռական առողջության ոլորտ, ինչ խնդիրներ կարելի է հայտնաբերել ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Դե ավելի շատ դա գինեկոլոգիական բնականաբար խնդիրներն են սեռական ոլորտում անձամբ ես կդժվարանամ ասեմ, որովհետև այդ ոլորտում չեմ աշխատում, բայց բնականաբար գինեկոլոգիական օրգանների համար սոնոգրաֆիան կարելի ասել ոսկե ստանդարտ է համարվում, այսպես MRT-ի հետ զուգահեռ ու դա ոչ ճառագայթային մեթոդներ են երկուսն էլ, հեշտությամբ է տրվում մանավանդ սոնոգրաֆիան, շատ մատչելի մեթոդ է, եւս կանանց բնականաբար տարին գոնե մեկ անգամ խորհուրդ է տրվում սեռական խանգարում ունենալուց եւ չունենալուց անկախ անցնել սոնոգրաֆիան, որպեսզի հայտնաբերել արգանդում որևէ, չգիտեմ, ինչ-որ փոփոխություններ, ձվարանի գոյացություններ կամ կիստաներ, հրաշալի վիզուալիզացիա է ապահովում սոնոգրաֆիան ու ելի եմ ասում մատչելի է, հնարավոր է կատարել։ Եվ ամենակարևորը իհարկե ժամանակին, երբ որ գանգատ չունեն։ Կանանց ես միշտ ասում եմ կրծքագեղձ, վահանաձև գեղձ եւ գինեկոլոգիա այդ տարին մեկ անգամ պարտադիր մեր համար կարևոր օրգաններ ստուգելու։ Շաքե, անդրադառնալով կրծքագեղձի, քաղցկեղի թեմային, ցավոտ թեմային, ինչպիսի հետևանքներ է այն ունենում, ինչպես է անդրադառնում կնոջ կյանքի որակի վրա եւ ինչին պետք է հատկապես ավելի շատ ուշադրություն դարձնել։ Շատ լավ հարց տվեցիք, քանի որ քաղցկեղը կարծես մեկ հոգու հիվանդություն չէ, քաղցկեղով, այսպես ասած, տառապում է ողջ ընտանիքը պացիենտի ու բնականաբար կնոջ համար իր էսթետիկ ամենագեղեցիկ հատվածը դա կուրծքն է, տուժում է եւ բնականաբար կնոջ հոգեբանությունը չի կարա լինի հինը։ Բայց այդտեղ մի շատ կարևոր բան կա, որ մենք այդքան ասում ենք, որ պետք է ժամանակին հայտնաբերել խնդիրը, եթե ժամանակին ենք հայտնաբերում,
շատ հեշտությամբ այս սիմուլտանտ տեղադրվում կուրծքը հեռացվում է, օրինակ, եթե այդ ստադիայի մեջ է կինը եւ սիմուլտանտ դրվում է իմպլանտը եւ կինը ոչ մի հոգեբանական խնդիր չի ունենում, այսինքն ինքը կուրծքը կորցնելու խնդիր չի ունենում։ Հենց պատճառներից մեկը, որ մենք անverջ պնդում ենք, որ պետք է շուտ հետազոտվել, դրանց այդ պատճառներից մեկը նաեւ դա է, որ կինը հոգեբանորեն չճնշվի եւ իրեն կիսատ չզգա, այսպես ասած։ Բնականաբար քաղցկեղ ախտորոշում լսելիս ինչ է լինի առաջին ստադիան, թե չորրորդ ստադիան, միևնույն է մարդը արդեն չի կարող իրեն հանգիստ զգալ եւ հոգեբանական լուրջ այսպես օգնության կարիք ունի եւ իր ընտանիքի կողմից եւ նաեւ ամբողջ աշխարհում ընդունված է հենց հոգեբանի կողմից օգնություն ստանալը, չնայած մեր ժողովուրդը այդքան էլ դա չի սիրում։ Մենք ունեցել ենք փորձ, երբ այդ լուրը հայտնելու ժամանակ կողքից հոգեբան է փորձել աշխատել, բայց հիմնականում հրաժարվում են դիմել, բայց ուզում եմ բոլորին շատ խնդրել, որ չհրաժարվեք նման դեպքում, Աստված ձեզ այնց հեռու պահի, բայց իսկապես շատ օգնում է։ Թվում է թե դուք կարող եք կիսվել ինչ-որ մեկի հետ, հարազատ բարեկամ, բայց հոգեբանը շատ ճիշտ ուղղորդում է այս դեպքում տալիս։ Դրա համար էլի եմ ասում, շատ խնդրում եմ եւ մի բան էլ կա, այսպես հիշեցի, որ այդպես ցավոտ թեմա կա, որ կնոջը այսպես ստիգմավորում են, հա, որ քաղցկեղ է ունեցել, ուրեմն իր հետ պետք չի ամուսնանալ, ինքը այո, ժառանգությունը իր վատն է, պարտադիր չի այդպես լինի, էլի, ես շատ խնդրում եմ մեր ժողովրդին այդպես վատ չմոտենալ այդ հարցին, որ քաղցկեղով հիվանդ մարդը դա վերջ դատավճիռ է եւ բուժում չկա։ Հենց կրծքագեղձը այն օրգանն է, որը ժամանակին գտնելու դեպքում հնարավոր է այո բուժել պացիենտին, այն 98% դեպքերում, որը բժշկության մեջ բավականին լուրջ տոկոս է, հնարավոր է բուժել ու այդ ստիգմավորումը շատ կուզեի որ չլիներ։ Սա վերաբերմունքի խնդիր է։ Այո։ Սա վերաբերմունքի խնդիր է եւ մենք պետք է ամեն ինչ անենք մարդկանց տեղեկատվություն տալով, կրթելով, իհարկե, որպեսզի մարդիկ փոխեն իրենց վերաբերմունքը։ Գուցեև անտեղյակության հետևանք է։ Իհարկե։ Նման գնահատականներ ու պիտակավորումներ տալու առումով, ինչը իհարկե ողջունելի չէ։ Շաքե, շփվելով հանրության ստվար զանգվածի հետ, ըստ ձեզ, ո՞րն է այն պատճառը, գտել եք այդ հարցի պատասխանը, որ ուշ են դիմում բժշկի, չեն դիմում բժշկի, փորձում են իրենց հարցերի պատասխանները գուցե գտնել ինքնաբուժմամբ զբաղվելով։ Հիմնական երկու պատճառ կա, առաջինը դա վախն է, կոնկրետ մեր ոլորտում, վատ բան լսելու վախը։ Երկրորդը դա ամոթն է։ Հետաքրքիր է, որ դա դեռ կա ու կանայք ամաչում են, որ ասում են, «Բա ես ոնց գնամ ուրիշի դիմաց կուրծքս բացեմ, որ ինձ հետազոտեն»։ Դա դեռ կա, ինչքան էլ որ հիմա մենք փորձում ենք այսպես շատ մեր ժողովուրդը բևեռացված է, չէ՞, շատ ազատամիտ մարդիկ կան եւ կան շատ ավելի կոնսերվատիվ մարդիկ, բայց իրականում այդ ամոթը մարդկանց մեջ դուք էլ ինձ թվում է լավ կիմանաք, դա ինչ է, ինձանից լավ կիմանաք։ Դա շատ խանգարող հանգամանք է, բայց քանի որ ես կարելի ասել այդ մամոգրաֆիայի կենտրոնում մեծացել եմ շատ փոքրուց, ես հիշում եմ թե ինչքան քիչ էին սկզբում պացիենտները, օրական 3-4 հոգի էր լինում, իսկ հիմա մեր մոտ ցավոք սրտի հերթերը շատ մեծ են, խեմ ասում ցավոք սրտի, որովհետև մարդիկ տենց նեղվում են, որ հերթի մեջ սպասում են, բայց ես մի կողմից էլ ուրախանում եմ, ասում եմ, տեսեք մարդիկ փորձում են շուտ դիմել բժշկի, որ հարցը շուտ լուծեն, եւ դա եւս ինֆորմացված լինելու հետևանք է։ Ինչքան շատ դրա մասին խոսվի, այնքան շատ մարդ կիմանա։ Օրինակ ինձ միջանցքում տեսնում են, ասում են, «Վայ, գիտեք, ձեզ լսեցի, եկա հետազոտության»։ Ու հասկանում եմ, որ մենակ ես չեմ, շատերն են խոսում ու ամեն մեկս մեր ոլորտում պետք է չալարենք խոսենք, որ մարդիկ ժամանակին այցելեն բժշկի։ Շնորհակալություն Շաքե, հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Վստահ եմ մեր այսօրվա քննարկման արդյունքում շատերը ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ, տեղեկատվություն եւ անհրաժեշտության դեպքում իհարկե կդիմեն բժշկի։ Շնորհակալ եմ հարթակը տրամադրելու համար։ Իսկ այսօրվա համար այս թեմայով այսքանը։ Եղեք իրազեկված եւ առողջ։